Բա դու ինչ գիտես այդ տգետ 773 եւ ավել միլիոն դոլար է վերականգնվել։ Դա կլինի ավելի լայն ծավալի եւ կվերաբերի բոլոր դատավորներին 595 միլիարդ դրամից ավել հայցագնի մասին է խոսքը։ Կմաչեմ այն առումով, որ պետք է իմ սուրճը ես չդնեմ։ Չէ, քո հետ կինո չենք նայելու։ Դուք ինձ ստիպում եք, ես էլի փաստաբանություն անեմ։ Դուք ոճաբան ունեք Տիկին Գալյան։ Ջոնի Դեփ, Բրեդ Պիտ, Էնթոնի Հոփկինս, Արա Ցեմենտի հետ կապված կա, եթե չեմ սխալվում, վարույթ։ Այսօր կփորձենք դինել առանց ֆիլտրի եւ ստանալ կարևոր եւ անկեղծ պատասխաններ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանի հետ։ Բարև Տիկին Գալյան։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակ։ Տիկին Գալյան, մեր հաղորդման շրջանակներում այսօր կփորձենք բացահայտել ձեր քաղաքական կարիերան, ու մենք միշտ մեր հաղորդումը սկսում ենք մասնագիտության ընտրությունից։ Դուք մասնագիտությամբ իրավաբան եք, ավարտել եք Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ Հետաքրքիր է մինչև այս ուրիշ որոշումներ ունեցել եք ուրիշ մասնագիտական ուղղությամբ գնալու եւ ինչպես ստացվեց, որ հենց ընտրեցիք այս մասնագիտությունը, ինչ որ մեկը ձեզ ուղղորդել է կամ օգնել է։ Իմ մանկությունից շատ պայծառ դրվագներ եմ հիշում, մասնավորապես մասնագիտական կողմնորոշման հետ կապված, թե ես ինչ եմ ուզում դառնալ, ու շատ փոքր հասակում մինչև բավականին գիտակից տարիք ես ուզում էի դառնալ զինվոր։ Եվ այս մասին բոլորը գիտեն մեր ընտանիքում, եւ հայրս այն ժամանակ զինվորական դատավոր էր ու կրում էր համազգեստ եւ ուներ ծառայողական զենք։ Այդ իմ տարերքն էր, որ հորս տեսնեմ այդ համազգեստով, ասում եք գաս դու ինձ կվերցնես մանկապարտեզից, երևի որ բոլորը տեսնեն, թե իմ պապան ինչքան լավն է իմ պատկերացմամբ։ Հետո մեծանալուն զուգահեռ, քանի որ տանը կար օրինակ, հայրս իրավաբան էր, ես շատ շուտ միջին տարիքից արդեն միջին դպրոցում կողմնորոշված էի, որ ես պետք է դառնամ իրավաբան։ Այլ մասնագիտություն ինձ մոտ իմ ներսում չի էլ քննարկվել, թեպետ շատ ակտիվ հաճախում էի սպորտի, բարի, դաշնամուրի եւ շատերը մտածում էին, որ ես երևի արվեստի ուղղությամբ շարունակեմ։ Ամեն դեպքում մտածել եմ, հիմա էլ եմ մտածել, եթե իրավաբանությունը չընտրեի, ինչ մասնագիտություն կընտրեի, երևի արվեստի բեմի հետ կապված ինչ-որ մի բան։ Հեսա կհասնենք դրան, Տիկին Գալյան ջան։ Աշխատել եք հատուկ քննչականում, Տիկին Գալյան, եղել եք դատախազի տեղակալ, հիմա արդարադատության նախարարի տեղակալ։ Քաղաքական որոշումները ընդհանրապես ինչ որ դրվագով են պայմանավորված լինում, մոտիվացիայով, ձեր դեպքում քաղաքականությամբ զբաղվելու որոշումը ո՞նց է եղել։ 2019 թվականին արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվեցի եւ այդ որոշումը բավականին բարդ եմ կայացրել։ Ինչու, որովհետեւ տատանվում էի ոչ թե այն առումով, թե արժե քաղաքական պաշտոն զբաղեցնել, թե ոչ, այլ արժե այդ աստիճան պատասխանատվություն վերցնել, թե ոչ։ Բայց ես մի հարցի եմ պատասխանել, քանի որ հատուկ քննչական ծառայությունում էի այդ ժամանակ աշխատում եւ անդադ առնչվում էի արդարադատության նախարարության հետ, եւ եթե անկեղծ լինեմ, շատ դրվագներում շատ դժգոհ էի աշխատանքից, ինքս ինձ հարցրի, եթե դու դժգոհ ես, դու կարող ես ինչ-որ մի բան փոխել։ Ու ինձ ընձեռնվեց այդ հնարավորությունը։ Եվ ես վերցրեցի պատասխանատվություն, այսինքն իմ մոտիվացիան իրականում փոփոխություն անելն էր եւ հասկանալը արդյոք ես կարող եմ, թե չեմ կարող։ Այսինքն եթե դու ինչ-որ մի բանից բողոքում ես, երբեք այն մարդը չեմ եղել, որ ուղղակի բողոքում է եւ դժգոհ է ու վերջ։ Եթե բողոքում ես, պետք է դու ինչ-որ մի բան անես։ Եթե դու ինչ-որ մի բան չես կարողանում անել, այդ բողոքելը անարժեք է, այսինքն պետք է այլևս իրավունք չվերապահես քեզ բողոքելու եւ հիմնական գաղափարը իմ ներսի,
ցանկությունը իրական դա է եղել, որ շատ լավ կգնամ կտեսնեմ արդյոք ես ճիշտ էի, որ բողոքում էի ինչ-որ հարցերում, թե չէ։ Այդպես սկսվեց։ Ու առաջին որոշումը հենց եղավ դատախազություն գնալը, ապօրինի գույքի վերադարձի այդ ոլորտը համակարգել, ընդհանրապես այդ ոլորտը կայացնելը, որովհետև դուք նշանակվում եք դատախազի տեղակալ ու սկսում եք համակարգել այդ ոլորտը բավականին հաջող, որովհետև հետո կտեսնենք, որ արդեն գնահատական եք ստանում նաև դրան նախորդող ժամանակահատվածում ես նախարարի տեղակալն էի ու այնպես ստացվեց, որ մինչև նախարարություն գնալը ես մասնակցում էի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման մասին օրենքի մշակման աշխատանքներին, դեռևս սաղմնային փուլում էր այդ նախաձեռնությունը գտնվում։ Հետո տեղափոխվեցի նախարարություն ու արդեն տեղակալի պաշտոնում շատ ակտիվ մասնակցություն ունեցա օրենքի նախագծման աշխատանքներին, շատ հետաքրքիր փորձառություններ եւ բավականին դժվար, որովհետեւ Իսկ դժվարությունը որտեղ էր առաջանում։ Սկեպտիկ էին մարդիկ, չէին էին հավատում, որ այդպիսի բան կարող է լինել առհասարակ մեր իրավական համակարգում։ Սկեպտիկ էին, որ այդ մեխանիզմը կստեղծվի, թե սկեպտիկ էին, ինչ որ մեկը առաջ կտան։ Եվ որ կստեղծվի, եւ որ կգործի, ընդ որում դիմադրություն կար բավականին մեծ եւ արտաքինից եւ նաեւ համակարգային ներսից էր, որովհետեւ շատ մարդիկ հակված չէին, որ այդ ինստիտուտը աշխատի։ Ամեն գնով փորձեր արվեց սևացնել, իրավական այդ գործիքը ասում էին, որ դա ժամանակավոր գործիք է, անցումային արդարադատության գործիք է եւ այլն, մենք միշտ ասում ենք, որ ոչ, սա դառնալու է մեր իրավական համակարգի անբաժան մասը։ Ընդդիմությունը վիճարկեց սահմանադրականությունը այդ գործիքի եւ այլն։ Մի խոսքով օրենքը ստեղծելուց հետո իհարկե ես այլ գործառույթներ ունեի քրեակատարողական ծառայության հետ կապված, պրոբացիայի ոլորտի հետ կապված եւ հակակոռուպցիոն ուղղություններ իմ վերահսկողության տակ, այսպես ասեմ, բայց ամեն դեպքում երբ մրցույթը հայտարարվեց գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը համալրելու մասով, որոշեցի, որ ինչու ոչ։ Հետո մի բան էլ կար, որ չէին հավատում, որ դա կաշխատի։ Դուք փորձում եք։ Այո, այդ այն որ երանդես ծախսել, ես միշտ ասում եմ, կյանք եմ դրել։ Ու ինձ հետ էլի մարդիկ կան, ովքեր որ իրոք հավատացել են, կյանք են դրել այդ օրենքի մեջ, ու գնացի բաց մրցույթը հաղթահարեցի, թիմը հավաքվեց, առաջին թիմն էր, որը որ բարեվարկության ստուգման ճանապարհով անցավ, այդ գործիքն էլ ենք մենք նախարարությունը մշակել, կոռուպցիա կանխարգելման հանձնաժողով։ Այսինքն այդ մեխանիզմն անցնում նոր նշանակում էին։ Բոլորը պետք է մեխանիզմն անցնեն, այսօր արդեն քննիչ դատավոր դատախազ թեկնածուները եւ առաջխաղացման հավակնողները բոլորը անցնում են բարեվարկության ստուգում։ Մենք առաջինն էինք, որ անցանք այդ բարեվարկության ստուգումը եւ նշանակվեցինք ու զրոյից փորձեցինք այո մշակել բոլոր մեխանիզմները, սկսած գրություններից, միջնորդություններից, վերջացրած որոշումներով, այո, ինչա պետք անել։ Մի խոսքով ակտիվացրինք, աշխատեցինք շատ լուռ ու շատ լավ թիմով իրականում։ Մի հատ հետաքրքիր հարց տամ էլի Տիկին Գայլյան, այդ շրջանակի մեջ։ Նախ մի քիչ առաջ էլ համակարգային դիմադրություն կար դիմադրություն, դուք նշանակվում եք Արթուր Դավթյանի ժամանակ։ Ու մարդկանց մեջ կար ընկալում, որ նախ ինքը քիչ Պաշտոնյանից էր, որ դեռևս շարունակում էր պաշտոնավարումը նախկինից եկած, այսինքն հեղափոխությունից հետո հեշտ էր աշխատելը, դիմադրություն կար, չկար, մեթոդաբանության տարբերություն կար, չկար, աշխատում եք։ Իրականում ինձ կարելի ասել լիակատար անկախություն էր տրված։
ճիշտ է, դատախազությունը բրգաձև կառուցվածք ունեցող կառույց է, բայց գործառութային որոշումներ կայացնելու տեսանկյունից իրականում օրենքի հիման վրա էլ է այդպես, որ այդ ոլորտը համակարգող տեղակալը ունի գործառութային ինքնուրույնություն։ Եվ հետևաբար վարույթների հետ կապված որոշումներ կայացնելու լիազորություն ունի եւ ուներ գլխավոր դատախազի համապատասխան տեղակալը, եւ այդ առումով գործերին առնչվող բոլոր որոշումները մենք մեր իրականում բարդությամբ ենք կայացրել։ Այս առումով շատ բարդություն իրականում չի ասի, որ ունեցել է։ Բայց ընդհանուր առմամբ համակարգը փակ էր եւ օտար մարմին շատ դժվար էր ընդունում եւ եթե ոչ բարձրաձայն, բայց լրելյային ինչ-որ մի բան կար, որ ոչ թե դժգոհություն, այլ նույնիսկ գործընկեր դատախազներն են մյուս վարչություններից երևի չէին պատկերացնում, որ կստացվի, իրենց թվում էր մենք ինչ-որ այլ բաներով ենք զբաղված եւ քանի որ մենք շատ լուռ էինք աշխատում, որ հանրային ինչ-որ բաներ չլինեն, լուսաբանումներ այդ սկզբնական հատվածում 1 տարի, 1.5 տարի մենք հրապարակումներ չենք տվել, բոլորին թվում էր եւ ներսից եւ դրսից, որ մենք ոչ մի բան չենք անում։ Բայց հետո այնպես ստացվեց, որ մարդիկ եղան, որ տեղափոխվեցին այդ վարչությունը աշխատելու ու ծանրաբեռնվածությունը չդիմացան ու թողեցին։ Ու ինձ թվում է դա շատ լավ մետրիկա էր այն ծավալի աշխատանքը չափելու, որը որ իրականում կատարվել է եւ շարունակում է կատարվել։ Ու այդ շրջանը համընկավ պատերազմի հետ, պատերազմյան շրջանի հետ, այո, եւ կոവിഡ്ի հետ ամեն դեպքում տուրբուլենտ քաղաքական իրավիճակի հետ թիմը իրականում անսասան մնաց հավատարիմ արժեքներին, որն ուներ ու արդարամտությանը, անկախությանը եւ այդ շատ լավ եւ իրական գաղափարներով օժտված թիմ էր աշխատում այնտեղ։ Մի հատ ուրիշ տեղից գանք էլի, մարդկանց քաղաքացիների շրջանում ակնկալիքն է, որ ոնց որ պիտի առարկայական հանդեպ բան տեսնենք։ Ես օրինակ ուսումնասիրում եմ, միշտ ուշադիր եմ լինում այդ վերադարձի process-ներին, օրինակ հողատարածքներ անընդհատ կան շենքեր, շինություններ, այս վերջում Գուլոյանի տան հետ կապված վերադարձի հարցը բարձրացվեց եղավ, բայց ոնց որ ակնկալիքն է, որ պետք է ինչ-որ մի բան լինի միանգամից, հանկարծակի ու տենց բան պետ բյուջեն ինչ-որ մի հատ էական մեծանա, ավելանա։ Իրականում քանի հայցադիմման մասին է խոսքը, Տիկին Գալյան, եւ հայցագինը մոտավոր ինչքանի մասին է, շուկայական արժեքներով, որպեսզի պատկերացնենք։ Նախ ես միշտ ասում եմ, որ մեր ժողովուրդը շատ անհամբեր է, դա ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, մերոնք միշտ ուզում են, որ ամեն ինչ լինի այսօր, ավելի ու ասում եմ այսօր չէ, երեք արդեն պետքա եղած լիներ ու միշտ փորձում եմ բացատրել, որ իրավական մեխանիզմները այնպիսինն են, որ ենթադրում են ժամանակ։ Այսինքն, եթե դու ուզում ես ամեն ինչ անել օրինական, խիստ իրավական, պետք է տևական ժամանակ անցնի, որպեսզի հանգուցալուծումը հանրությունը տեսնի։ Բայց անընդհատ որ ասում են ոչինչ չի վերադարձվել, դա իրականության չի համապատասխանում։ Հեղափոխությունից հետո մինչ օրս քրեական վարույթներով, ես չեմ խոսում միայն ապօրինի մասին, ես խոսում եմ քննչական մարմինների եւ դատախազության աշխատանքի մասին, 773 եւ ավել միլիոն դոլար է վերականգնվել։ Եվ կամ դրան համարժեք գույք։ Հիմա կդժվարանամ ասեմ դրանից որ մասն է գումար, որ մասն է գույք։ Ինչ վերաբերում է հենց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագազման վարույթներին, ապա մոտ 10 միլիարդ դրամին համարժեք գույք եւ դրամական միջոց է վերականգնվել եւ 150-ից ավել, հիմա թիվը չեմ հիշի, որովհետեւ իմ գնալուց հետո վիճակագրությանը չեմ հետևում, թիվը աճում է իհարկե դատարան ներկայացող հայցադիմումների, բայց 595 միլիարդ դրամից ավել հայցագնի մասին է խոսքը։ Իհարկե այս թիվը որ ասվում է, այնպես չի, որ մենք ակնկալել ենք, որ այդքանն էլ պետք է վերադառնա, նկատի ունենք։ Նկատի ունեմ
հիմնականում Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումից հետո որոշ գործերով որոշ փոփոխություններ արվեցին հայցադիմումներում։ Հիմա կդժվարանամ իրական թիվը նշել, թե որքան է կազմում, որովհետև այդ տվյալներին չեմ տիրապետում, բայց ամեն դեպքում շատ կարևոր է, որ հանրությունը իմանա, թե մոտավորապես ինչի մասին է խոսքը 8 միլիարդ դոլարի մասին եւ իմանա, թե ինչքանն է վերադարձվել եւ ինչքանն է վերադարձվում։ Եվ քանի որ ես խոսեցի ժամանակատարության մասին եւ որ սա process է, որը պետք է հանգուցալուծվի ինչ-որ մի կետում, մենք արդեն կարող ենք խոսել հանգուցալուծումների մասին, որովհետեւ կան այլևս դատական ակտեր, որոնք ուժի մեջ են մտնում։ Ինչ ենք արել մենք, ձևավորվել ենք, գործերը ուսումնասիրությունները սկսել ենք, շարունակել ենք, տարել ենք հայցերը դատարան։ 3 տարի հետո այդ հայցերը դատարանում են եղել, դատարան գործերի քննությունը կարող է երկարաձգվել 1, 2, 3 տարի եւ մենք արդեն 5 տարի հետո կամ 6 տարի հետո տեսնում ենք ավարտված գործեր։ Եվ այդ ավարտների քանակը պետք է աճի։ Ընդ որում շատ արագ տեմպերով պետք է աճի առաջիկայում։ Այսինքն մոտ շրջանում էլի սպասելի։ Իհարկե, որովհետև դա խիստ տրամաբանական է, այսինքն վարույթը ունի կոնկրետ տրամաբանություն։ Այնպես չի, որ այսօր ես գտնեմ ինչ-որ մեկին, ասեմ, այ դու ունեիր ապօրինի ծագում ունեցող գույք բեր տուր պետությանը եւ նա բերի տա։ Ոչ։ Դա մրցակցային process է, երբ գնում է գործի դատարան, կողմերը գալիս են եւ մրցում են իրար հետ։ Դե հաշվի առնենք, որ արդեն մոտ շուրջ 6 տարի է, չէ՞, ճիշտ եմ, 6 տարի, այսինքն պետք է ինչ-որ գործեր արդեն էական այս մոտակա շրջանում ավարտվեն։ Մենք սպասում ենք, ամեն դեպքում մանրամասներին բովանդակային առումով այլևս տեղյակ չեմ, բայց տրամաբանությունը դա է հուշում։ Եվ մենք նաև տեսնում ենք դատախազության աշխատանքը, որ խոսում է այն մասին, որ այդ գործերը հասնում են իրենց տրամաբանական հանգուցալուծման ավարտին, եւ մենք նաև տեսնում ենք դատական ակտեր։ Սպասենք, Տիկին Գալյան ամեն։ Մյուս զգայուն հարցին գանք, էլի անցյալից եկած։ Նկատի ունեմ հեղափոխությունից հետո միշտ ակնկալիքը, օրինակ վեթինգի մասին է խոսքը, դատավորների բարեվարկության, ինքը անընդհատ զգայուն հարց է։ Մինչև այսօր էլ վարչապետը խոսում է, մինչև այսօր էլ կա ինչ-որ տեղ դժգոհություն, մինչև այսօր էլ կա խոսք փոփոխություններ կամ էլի ռեֆորմ անելու մասին։ Խոսք է գնում ժամանակավոր պաշտոնակատար լինելու մասին։ Ինչ է արվելու, Տիկին Գալյան, ոնց ենք վերականգնելու կրկին դատարանների եւ դատավորների հանդեպ վստահությունը։ Հեղափոխությունից հետո դատական համակարգ մուտք են գործել 60% նոր դատավորներ, եթե դատավորների ընդհանուր թվաքանակի հետ համեմատենք։ Իսկ աշխատանքը սալուն է իրանց դեպքում նոր ոչ միշտ։ Իրականում իրավական կրթության որակի հետ կապված գուցե մենք խնդիրներ ունենք, գուցե չէ, հաստատապես ունենք։ Ունենք նաև բարեվարկության հետ կապված որոշակի խնդիրներ եւ այլն, բայց ինչ եմ ուզում ասել, որ համակարգը թարմացվել է նոր կադրերով։ Բայց փորձը ցույց է տալիս, որ վարչապետն էլ է ասում, հեղափոխությունը դատական իշխանություն չի հասել, չի մտել։ Մենք սա տեսնում ենք շատ դեպքերում եւ որոշ դեպքերում էլ իրականում տեսնում ենք հակառակը։ Ես տեսնում եմ նաեւ դատավորների, որոնք բարեխիղճ են, իրենց գործի գիտակն են, չեն խախտում ողջամիտ քննության ժամկետները, կայացնում են այնպիսի որոշումներ, որոնք արդարությունն են բացահայտում եւ իրապես արդարադատություն են իրականացնում։ Այսինքն մենք ունենք դատավորներ եւ նաեւ կարծում եմ, որ պետք է խոսել հենց սրա մասին, որ կան դատավորներ, որոնք իրոք արդարադատություն են իրականացնում, այո։ Ինչ վերաբերում է վեթինգին, ապա բարի բուն իմաստով վեթինգը ինչու տեղի չունեցավ, որովհետև սահմանադրական արգելքներ ունեինք դատավորների անփոփոխելիության եւ այլն։ Նոր սահմանադրության նախագծով մենք որոշել ենք նորից կամ նոր
հանգամանքներում, այսպես ասեմ, իրականացնել վեթինգ ասվածը եւ կրկին վերադառնալ այս հարցին եւ ունենալ ինչ որ մի ժամանակահատված, պայմանական դա կարող է լինել 2-3 տարին, որի ընթացքում բոլոր դատավորները կանցնեն պարտադիր ստուգում։ Նույն բարեվարկության մասին է խոսքը տիկին։ Այո, բարեվարկության ստուգման մասին է խոսքը, բայց դա կլինի ավելի լայն ծավալի եւ կվերաբերի բոլոր դատավորներին եւ դա անցնելուց հետո եթե պատկերը բավարար լավը չեղավ, դատավորը իր պաշտոնին հրաժեշտ կտա։ Դա այնա, ինչ որ վարչապետն ասում է, այսինքն սահմանադրության ֆիքսումը օրինակ դառնում է ժամանակավոր պաշտոնակատար, ու սկսում է ստուգվել իրենց բարեվարկությունը։ Իհարկե, այդ ստուգման մեխանիզմները հստակ պետք է լինեն։ Մենք շատ մեծ աշխատանք պետք է տանենք, որ ամեն ինչ շատ ճիշտ լինի իրավական տեսանկյունից եւ մեխանիզմը լինի այնպիսին, որ հնարավորություն տա օբյեկտիվ գնահատելու։ Դժգոհությունների նոր դեպք չտա, էլի նոր դժգոհությունների։ Այո, իհարկե շատ դժվար կլինի այդպիսի մեխանիզմ մտածելը, որովհետեւ դժգոհողները միշտ կդժգոհեն, բայց ամեն դեպքում ինձ համար էլ մեր ամբողջ թիմի համար շատ կարևոր է եւ քաղաքական թիմի մասին էլ է խոսքը, որ օբյեկտիվ լինի դա։ Այսինքն օբյեկտիվ չափանիշ լինի, եթե պատկերացնենք դա մաղ, դրա միջով անցնողները շարունակեն պաշտոնավարել, չանցնողները ուղղակի լքեն համակարգը։ Գանք սահմանադրությանը, ամենաշատ քննարկվածներից է, որտեղ սահմանադրության ոդիսականը կարող ասենք, էլի, որտեղ երկար ժամանակ քննարկվում է սահմանադրական փոփոխությունների մասին, մինչև այսօր քննարկվում է, վերջի հայտարարությամբ նաև ասեց վարչապետը, որ մինչև տարվա վերջ կհրապարակվի տեքստը։ Նախ այն ինչի մասին որ խոսում էինք, ձեզ պետք է գալու առնվազն պարլամենտի 2/3-ը սահմանադրական փոփոխություններ ստանալու համար։ Նախ առաջին հարցը այդ տամ, ակնկալիքը որն է, այսինքն մենք ունենալու ենք, որ ընդդիմությանն ենք փորձելու համոզել, որ սա շատ լավն է, որն է ակնկալիքը, որ կանցնի։ Չգիտեմ, ընդդիմությանը համոզելու մասով չգիտեմ, որովհետև կարծում եմ, որ իրենք կունենան ընտրության հնարավորություն եւ նաեւ մտածելու հնարավորություն, արդյոք դա պետք է թե պետք չէ։ Ամեն դեպքում մենք մեր օրակարգից չենք շեղվել եւ չենք շեղվում։ Երբ ես նշանակվեցի պաշտոնում, ասացի, որ մենք այլևս մշակելու ենք տեքստը, այլ հայեցակարգին չենք անդրադառնալու, որովհետեւ հայեցակարգ նախ կար։ Իհարկե ոչ բոլոր հարցերին առնչվող, բայց ամեն դեպքում կար հայեցակարգ եւ ես շատ արագ հասկացա, որ ինչքան հայեցակարգային հարցեր քննարկվեն, միևնույն է կոնսենսուս խորհրդի կազմում սահմանադրական բարեփոխումների չի ձևավորվելու։ Ու դրա համար որոշում կայացվեց վերցնել մշակման աշխատանքների բեռը հենց արդարադատության նախարարության վրա եւ ասել, որ մենք կբերենք տեքստ, կբերենք ձեզ մոտ քննարկման, կհամաձայնեք, չեք համաձայնի, ամեն դեպքում մասնագիտական քննարկում տեղի կունենա, այնուհետև տեքստը կամբողջացնենք եւ կդնենք հանրային քննարկման։ Հիմա մենք այդ ամբողջ աշխատանքը արել ենք, ըստ էության տեքստը ամբողջական է եւ մենք սպասում ենք, որ այն դնենք հանրային քննարկման։ Իմ մեծագույն ցանկությունն է հանրային քննարկման դնելը տեքստը եւ սпасելը արձագանքներին եւ մենք պատրաստ ենք այդ մեծ աշխատանքը տանել, այսինքն մենք սևագիր աշխատանք արել ենք, հիմա պետք է մեր քաղաքացիների հետ քննարկենք, թե ինչի ինչ կերպ պետք է փոփոխենք, որովհետեւ այս մասին շատ եմ խոսել, այն ինչը կհրապարակվի, դա չի լինելու վերջնական տեքստ, այսինքն դա չի լինելու այն տեքստը, որը որ ընդունվելու է կամ չի ընդունվելու, դա դեռ պետք է բազմաթիվ հանրային քննարկումների միջով անցնի, ֆիլտրվի, կոմունիկացվի հանրության հետ, բացատրվի, թե ինչի համար են գրել եւ այլն, նոր վերջում դառնա տեքստ։ Ինչ վերաբերում է 2/3 ունենալ կամ չունենալու հարցին, իրականում այստեղ մի մասնագիտական հարց կա, թե արդյոք
ժողովրդի կամքը կարող է կասեցվել ազգային ժողովի կողմից, որովհետև մենք ունենք օրենքները հանրաքվեի դնելու կարգավորումներ, սահմանադրության որոշ հոդվածները փոփոխելու հետ կապված հարցը հանրաքվեի դնելու կարգավորումներ եւ այլն։ Եվ մասնագիտական վեճ կա այս առումով, թե արդյոք հնարավոր չէ ժողովրդի ստորագրություններով հանրաքվե իրականացնել վերջին արդյունքում։ Մենք պետք է ունենանք այս հարցերի պատասխանը եւ մենք պետք է չափենք ժողովրդի ցանկությունը։ Հիմա ժողովրդի ցանկությունը չափելիս գուցե ընդդիմությունն էլ չափի եւ ճիշտ չափի այդ ցանկությունը, ինչ որ որոշում կայացնի, գուցե ոչ, այդ ժամանակ կմտածենք, թե ինչ մեխանիզմ կարող է գործել, որպեսզի ժողովրդավարությունը չտուժի։ Բոլոր դեպքերում անխախտ գնում եք այդ ճանապարհը, փոխում եք։ Մենք մեր օրակարգ ունենք, չենք շեղվում, այս պահին լրամշակվում է պատրաստի տեքստը, մեր որոշ գործընկերներ կարճ կներկայացնեք հիմնական ֆունդամենտալ փոփոխությունները տիկնիկային, այդպես շատ բազայինով։ Իշխանությունների թևերի հավասարակշռման ու զսպման մեխանիզմների ավելի ամրացում, ազգային ժողովի վերահսկողական գործառույթի ընդլայնում որոշ հարցերի հետ կապված, զինված ոչ թե վերցնում ենք, այլ վերահսկողության հնարավորություն ենք տալիս, օրինակ զինված ուժերի կիրառման հետ կապված դեպքերի առնչությամբ, դատական իշխանության անկախության ինստիտուցիոնալացում, մասնավորապես բարձրագույն դատական խորհրդին որոշակի լիազորություններով օժտում, որպեսզի իրենք ավելի հաշվետվողական, թափանցիկ լինեն եւ անկախությունը պաշտպանելու որոշ մեխանիզմներ ունենան։ Բազմաթիվ անգամներ վարչապետն էլ խոսել է երդվյալների ինստիտուտի մասին, որ ժողովրդի ներկայացվածությունը դատական իշխանությունում պետք է լինի։ Նկատի երդվալ պատելականների խորհուրդն այդ բարձրագույն այո, որոշ գործերի քննությանը երդվյալների ներգրավումը, որ այդպիսի հարցերը պետք է կարգավորվեն ավելի մանրամասն օրենքներով, սահմանադրությունը ուղղակի հնարավորություն է սահմանելու, այսինքն օրենքով նախատեսված դեպքերում գործեր կարող են քննվել երդվյալների ներգրավմամբ։ Մի փոքր հարց էլի, դա սահմանադրական դատանի ինստիտուտի վրա Չէ, սահմանադրական դատարանը այլ ինստիտուտ է, ինքը սահմանադրական արդարադատություն է իրականացնում մեր երկրում որպես բարձր դատարան եւ երդվյալները այդտեղ ոչ ներգրավվածություն չեն կարող ունենալ։ Էլի շատ կարևոր փոփոխություններ կան, ես կուզեի խոսել մարդու իրավունքների մասին։ Մենք հիմնական իրավունքների ցանկն ենք ընդլայնում, այսինքն պաշտպանությունը այդ իրավունքների ամրացնում ենք եւ պետությունը ավելի մեծ պարտականություն է ստանձնում, մասնավորապես առողջապահության իրավունքին է վերաբերում, սոցիալական ապահովության իրավունքին է վերաբերում այս հարցը։ Հիմա մենք ունենք երկրորդ եւ երրորդ գլուխներ, իմ կողմից նշվածները երրորդ գլխում են զետեղված, որպես երկրորդ սերնդի իրավունքներ, իրենց պաշտպանությունն այլ մեխանիզմներով է իրականացվում իրականում։ Մենք բոլոր հիմնարար իրավունքները մեկ գլխում ենք գրում։ Այսինքն այդ իրավունքները դասում ենք մարդու հիմնարար իրավունքների շարքին եւ ամենակարևոր բանը, որ նոր սահմանադրության նախագիծը ունի, դա այն է, որ հստակ դասակարգում է մարդու եւ իրավունքները եւ պարտականությունները, մասնագետներ կարող են ինձ ասեն, որ մարդիկ պարտականություններ չպետք է ունենան եւ սահմանադրությունն այն մասն է, որ պետության պարտականությունը պետք է ամրագրվի բոլոր հարցերում, բայց մենք այդ կարծիքին չենք, որովհետեւ մարդը ունի նաեւ պարտականություններ, օրինակ հարգելու օրենքները եւ սահմանադրությունը եւ ունի նաեւ մի շարք այլ պարտականություններ, օրինակ ծնողները պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների մասին։ Կան նաեւ այլ պարտականություններ, որոնք այսօր էլ է սահմանադրություն թվարկում եւ մենք արգելքներն ենք ավելի խմբավորված գրում, թե ինչն է արգելվում եւ պետության համար եւ քաղաքացիների համար եւ վերջնարդյունքում սա մի տեքստ է լինելու, որտեղ պետություն, քաղաքացի, ժողովուրդ, պետություն, ժողովուրդ կապը պետք է ավելի ամրանա։ Այսինքն
դա նաև process-ից է կախված, որովհետև մենք շատ լավ պետք է կոմունիկացնենք հանրության հետ սահմանադրության նոր տեքստը, եւ մեր մեծագույն ցանկությունն է, որ ժողովուրդը գիտակցի, թե ինչին է կողմ կամ դեմ քվեարկելու։ Եվ սահմանադրությունը պետք է լինի եւ մեր նոր պայմանագիրը միմյանց միջև եւ այն ուղղությունը, որով մեր պետությունը առաջ է շարժվելու։ Այս շրջանը փակենք մի հարցով, Տիկին Գալյան, դուք տարանջատում եք ինչ անել եւ ինչ դառնալ կյանքի ընթացքի փիլիսոփայական մոտեցումը, լավ, sense ասեմ։ Այս հատվածը ամփոփենք այս հարցով։ Ու կարևորում եք ինչ անելը, ոչ թե ինչ դառնալ։ Շատ բան կա դեռ անելու։ Այո, ամեն օր միշտ ամեն օրը նոր հնարավորություն է ինչ-որ բան անելու։ Բայց այդ փիլիսոփայության մեջ ամենակարևոր մասը հետևյալն է, որ ինչ դառնալով չի որոշվում դու քեզ լավ կզգաս, թե ոչ։ Որովհետև եթե դառնաս ինչ-որ մի բան, բայց չսիրես այն ինչ-որ դու անում ես, դա քեզ ոչ մի լավ բան չի դառնա։ Եվ հետևաբար ես միշտ ասում եմ երիտասարդներին էլ, ժողովուրդ ջան, ամենակարևորը թե այնա, որ դուք հասկանաք, թե ինչ եք ուզում անել, ինչն է ձեզ ուրախացնելու, ինչն է ձեզ երջանկություն բերելու, եւ այն միտքն ունեմ, որ ցանկացած բան, եթե քեզ երջանկություն է բերում եւ դու դա անում ես, ինքնըստինքյան դու դա լավ ես անում, եւ ուզում ես շարունակել դա անել։ Ու ձեր հարցի պատասխանն այն է, որ շատ բան կա անել։ Երկրորդ մասում մենք խոսում ենք նախասիրություններից, հոբիներից, թե ինչն է ձեզ նոր էներգիա տալիս։ Ու միշտ սկսում ենք այս հարցով, թե ինչպես եք սկսում օրը։ Օրինակ դուք ինչպես եք սկսում սուրճով, թեյով, առավոտվա։ Զարթնում եմ, շատ դժվար իրականում։ Շատ դժվար եմ արթնանում, որովհետև ուշ եմ քնում։ Ու չեմ հասցնում տանը անել որևէ բան, քան պատրաստվել եւ տանից արագ դուրս գալը։ Առաջին սուրճը խմում եմ արդեն աշխատանքի վայրում։ Եվ թողբողը արդեն սկսվում է նամակներին պատասխանել, զանգեր։ Ես մեկ-մեկ հաշվում եմ, թե րոպեում քանի նամակ կարող եմ ստանալ կամ քանի զանգ։ Իրականում բավականին խիտ հագեցած գրաֆիկ ունեմ։ Հատուկ սուրճ եք խմում Տիկին Գալյան, թե սովորական ինչպես։ Չէ, սովորական, բայց կմաճեմ այն առումով, որ պետքա իմ սուրճը ես չդնեմ։ Ես չեմ սիրում։ Խնդրում եմ միշտ, որ ինձ սուրճ տա։ Իրականում եթե ինձ հետ այլ մարդ լինի, ընկերակցող, ես սիրով կպատրաստեմ, այո, բայց եթե ես մենակ պետք է խմեմ, ես սիրում եմ, որ ինձ հյուրասիրեն այդ սուրճը, ես խմեմ արագ կործանելուց։ Թե չէ սուրճի տեսակի հետ կապած այնքան էլ կմահաճ չեմ։ Իսկ որ հոգնում եք գործից, Տիկին Գալյան, օրինակ, որտեղից եք նոր էներգիա վերցնում, վերագտնում, կամ թարմանում։ Դե երաժշտությունը առաջին բուժիչ երևույթն է, լռությունը, տոտալ լռությունն է երբեմն, սպորտը։ Մարզվում եք շնորհիվ։ Այո, աշխատում եմ այնքանով, որքանով հնարավոր է մարզվել։ Շատ տխրում եմ, որ նախարար պաշտոն նշանակվելուց հետո չեմ կարողանում լողալ։ Ինձ ամենաշատը օգնում է լողը, ես միշտ եմ գնացել լողի ու ինքը համ թերապիա է իմ համար, համ իմ տենց լավագույն ընկերներից է եւ տարերքներից։ Բայց հիմա չեմ կարողանում գրաֆիկս այնպես կազմակերպել, որ հասցնեմ ու այդ արդյունք շատ տխրում եմ։ Իսկ եղել է ինչ-որ մի բան, որ մոտ եք եղել պրոֆեսիոնալին մարզվելու տեսակետից, ինչ-որ սպորտ բան։ Ես բարի կրթություն ունեմ 10-ամյա եւ դիպլոմավորված համույթի դերասանուհի եմ, այսպես ասեմ։ Եթե դա կարելի է սպորտ համարել, բայց լողով եմ զբաղվել բավականին ինտենսիվ։ Սպորտայինը այդքանը։ Այս վերջում Տիկին Գալյան համացանցում շատ պոպուլյար էր էլի ձեր երգերը, ու շատ լավ եք երգում անկեղծ ասած։
կրթությունը ոնց հասկացա արդեն կար, բազային։ Դաշնամուրային բաժին եմ ավարտել, Սպենդիարովում եմ սովորել։ Մեր ընտանիքը երաժշտական է իրականում շատ։ Քույրս էլ դաշնամուրային բաժին է ավարտել, քրոջս տղան հիմա կոնսերվատորիայում է սովորում, թավջութակի բաժնում եւ նվագում բոլոր հնարավոր գործիքները, եւ փողային, եւ լարային, եւ ստեղնաշարային։ Ես շատ սիրում եմ եւ իրականում հիմա երևի ամենաշատը հենց եթե ազատ ժամանակ եմ ունենում, երգելով եմ հանգստանում։ Այսինքն դուք համ նվագում եք։ Հիմա կստեմ, որ ասեմ նվագում եմ, որովհետեւ ժամանակ չունեմ։ Շատ վաղուց դաշնամուրին չեմ մոտեցել, բայց խնդիր չի։ Եթե նոտաներ ինձ տան կնվագեմ։ Բայց երգելու համար հավելյալ ինչ որ բաներ պետք չեն։ Դրա համար երգելը միշտ կա։ Իսկ կա ինչ որ երգիչ կամ շրջանակ, որ դուք միշտ դրանք եք ընտրում կամ հաճախ եք դրա կընտրում եւ երգելու համար օրինակ։ Իմ երգելուց հիմնականում հանրամատչելի, չգիտեմ, pop rock, soul, կարելի լինի R&B երբեմն, բայց լսելուց ես միշտ այտենց շատ տարբեր բաների մեջ տեղում եմ, rock, classic rock, metal, դասական երաժշտություն, հայկական ժողովրդական երաժշտություն, մի խոսքով շատ տարբեր։ Հարցազրույցներից մեկից հասկացել եմ, որ նաև շատ լավ կինո սեր եք եղել, կինո շատ եք սիրել։ Տիկինգարան։ Հիմա երևի չեք ասում։ Սիրում եմ։ Էլի սիրում եք։ Իսկ հասցնում եք նայել։ Հա, բայց ինձ դժգոհում են, որովհետև որ երեկոյան գնում եմ տուն, օրինակ նստում ենք ֆիլմ դիտելու, ես կեսից քնում եմ։ Այս վերջերս կեսից քնում եմ եւ միշտ ասում են չէ, քո հետ կինո չենք նայելու, բայց ես մեկը համառ եմ, ասում չէ, ես անգամ չեմ քնելու, պետք է անպայման նայենք այդ կինոն ինչը վերջ, բայց հասցնում ենք։ Բայց ուշ քնելու հաշվին է դա։ Հա։ Ինչը ինչ որ մի բանի հաշվին է։ Հա, միշտ ինչ որ մի բանի հաշվին է։ Հիմա էլ շատ սիրում եմ, երբ որ ժամանակ ունեմ աղջկաս հետ էլ իր տարիքին համապատասխան հիմա ինքը Հարի Պոտերով է տարված այդ ֆիլմերն եմ կրկին դիտում իր հետ։ Նոր դուրս եկած ֆիլմերը աշխատում եմ, որոնք որ իրականում լավն են, բաց չթողնել, գնալ նայել։ Աշխատում հետ չմնալ։ Իմ սիրելի զբաղմունքներից աշխատում եմ հետ չմնալ։ Իսկ մի այսպես հարց տամ էլի, կա ֆիլմ, որը ձեր համար փիլիսոփայական նշանակություն ունեցել, նկատի ունեմ կյանքի էտապների կամ բանի համար ու շատ սիմվոլիկ է եղել։ Շատ կան, բայց հիմա կդժվարանամ նշել այդ ֆիլմերը։ Հետաքրքիր կներ, օրինակ մի քանիսը նշեք, համել բան։ Ես ֆիլմերի անունները հիշելուց լավ չեմ իրականում։ Ես էլ։ Բայց որ խոսենք կպարզվի շատերը դիտել եմ։ Հիմա չգիտեմ ինչու հիշեցի Twice Born կինոն։ Ինքը հետաքրքիր էր այն ժամանակահատվածում, երբ ես նայել եմ։ Մեր պատերազմը դեռ չէր սկսել, բայց ինքը պատերազմական գործողությունների եւ մարդկային շատ խառը հարաբերությունների մասին ֆիլմ էր։ Դե կլասիկա լիք կինոներ կան, հիմա մտքումս խառնա չեմ կարող հիշել, չգիտեմ, Բայցովսկի կլուբը, 7-ը, էլի լիքը կինոներ կան։ Այս շրջան Դերասաններ ունեմ, որոնց ֆիլմերը, որ միշտ նայում եմ պարտադիր, չգիտեմ, շատ տարբեր են հիմա։ Դերասան թե դերասանուհին են։ Դերասաններ են։ Կթողարկեք թե թողեք։ Շատ սիրում եմ Խոակին Ֆենիքսին, սիրում Ռայան Ռեյնոլդսին, դե Ջոնի Դեփ, Բրեդ Պիտ, Էնթոնի Հոփքինս եւ այլն։ Խավիեր Բարդեմ, շատ են։ Այս շրջանը փակենք պետք գեղեցիկ հարցով իսկ թվում է։ Դուք ոճաբան ունեք Տիկինգալեն։ Դուք ամեն անգամ ձեր ընտրությունը դուք եք անում, փոփոխությունները դուք եք անում, հարկոստի ընտրությունները դուք եք անում։ Ամեն չէ ես ման։ Իսկ ազդեցություն կա, ինչ որ մեկից խորհուրդ հարցնում եք Տիկինգալեն, տենդենս։ Ամենաշատը իմ սիրելիից եմ խորհուրդներ հարցնում։ Ինքը ամենալավ օգնականն է այդ հարցում։ Գիտեմ հաստատ չի ասի ինչ որ սխալ բաներ են միշտ։
կաջակցի եւ Հա, շատ լավ, շնորհակալություն։ Եվ գանք հաղորդման երրորդ մասին, այս հատվածում մենք խոսում ենք ներկայումս տեղի ունեցող քաղաքական իրադարձություններից։ Մենք այս վերջերս տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները, ակնկալում ենք Տիկին Գալյան, որ ոնց ձևակերպեմ, սահմանադրական մեծամասնություն չհավաքի գործող իշխանություն, նկատում 50+1-ը։ 50+1-ը չի սահմանադրական մեծամասնություն, սահմանադրական մեծամասնություն 2/3-ն է, եւ կա կայուն մեծամասնություն 3/5-ը։ Հիմա ընտրություններին առհասարակ գնում ես մաքսիմալ ակնկալիքով։ Եվ կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը հրաշալի քարոզարշավ է իրականացրել։ Իրական, անկեղծ, ինձ համար սա նորություն էր։ Ես առաջին անգամ եմ մասնակցում քարոզարշավին եւ առհասարակ ընտրական կամ նախընտրական process-ի։ Շատ հետաքրքիր էր ինձ համար, մարդկանց արձագանքներն էին հետաքրքիր։ Այն էներգիան, որ դու ստանում ես եւ փորձում ես տալ, էդ էլ էր, հա, ֆենոմենալ էր այդ շրջանը։ Եվ բավականին իրականում չեմ ստի, ասեմ բարդ ինձ համար, որովհետեւ նորություն էր։ Ամեն դեպքում միշտ գնում ես մաքսիմալ ակնկալիքով։ Եվ քանի որ չափում էիր հանրության ընկալումները, այն թե ինչպես են դիմավորում, ինչ հարցեր են տալիս, ինչ հարցեր են իրենց հուզում, ինչից են շնորհակալ, ինչից են դժգոհ եւ այլն, օբյեկտիվորեն կար այդ ակնկալիքները չափելու համատեքստում պատկերացում, գուցե որ մենք կունենանք սահմանադրական մեծամասնություն, բայց ինչ-ինչ պատճառներով այդպես չստացվեց։ Ամեն դեպքում ժողովուրդը իր ձայնը գերակշիռ մասով կրկին տվեց քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Հարցից լոգիկան նաև այն էր, որ ֆորս մաժոր տեղի ունեցավ, երևի ոչ մի ընտրության sense բան չէր եղել, նախ դրսից գալու մասնակցելու այդ լոգիկան եւ ամենաշատը ընտրակաշառքների, որը մինչև այսօր դեռ բաները շարունակվում է, էլի, բացահայտումները եւ հակակոռուպցիոնի ռելիզները շարունակվում է։ Բեսլավնա ублюдкին եմ շատ սիրում։ Հեսա անընդհատ կհիշեմ ինչ որ ֆիլմեր ընթացքում։ Աննախադեպ վատ բաներ այո տեղի ունեցան։ Փորձեր խեղաթյուրելու ժողովրդի կամքը, փորձեր խեղաթյուրելու ընտրության իրական պատկերը։ Եվ սրա մասին շատ ենք խոսել ենք նաև սահմանադրական դատարանում։ Իրականում ընտրակաշառքի աննախադեպ ծավալը, որի հետ կապված մենք դատողություններ յուրաքանչյուրս կարող ենք անել լսելով ձայնագրությունները, որոնք իրավասու մարմինն է հրապարակել։ Այո, դրսից եկած եւ քվեարկող մարդիկ։ Դրանից հետո հանրային պահանջ ձևավորվեց, որ ունենանք կարգավորում, որ ընտրելու իրավունք ունենան միայն Հայաստանի Հանրապետության հետ կայուն եւ կենսական կապ ունեցող անձինք, այսինքն այն անձինք, որոնք որ X ժամանակահատվածում ապրում են եւ արարում են այստեղ, որպեսզի ընտրությունների իրական պատկերը եւ ժողովրդի իրական կամքը չխեղաթյուրվի։ Ինքը ֆորս մաժոր էր Տիկին Գալյան։ Ու կյանքը ցույց տվեց, բայց նույնիսկ այդ պայմաններում հաղթահարվեց։ Սա է հետաքրքիրը։ Ես մեր ֆիլոսոփայական լոգիկայով եմ բան ուզում հարցնել, էլի ընդդիմությունը մեկա չի ընդունում էդի։ Իհարկե ասում են չկա դատական ակտ ուժի մեջ մտած ոչ մի, ասենք այդ կոռուպցիոն գործերով ապացուցված։ Իսկ ոնց եմ պատկերացնում, որ մեկ օրում պետք է լինի։ Հենց այդ հարցը։ Ինչ պետք է անել դրա դեմ։ Պարզ չէ, որ ասենք եթե այսօր ինչ որ մեկը մեկին կաշառք է տալիս, ոչ թե պատասխանատվության է ենթարկվելու վաղը, այլ վերադառնանք իմ նախորդ ասածներին, այդ իրավական process է։ Ենթադրում է ինչ որ ժամանակ, ենթադրում է գործողություններ եւ այլն, 1-2 տարի հետո նոր վրա է հասնում պատասխանատվությունը։ Չի կարող այդպիսի տրամաբանություն գոյություն ունենալ, որ այսօր մեկը ենթադրենք բռնվեց, թեկուզ հենց կաշառքը տալուց, հա, իրեղեն ապացույցը ձեռքում եւ վաղը կլինի դատական ակտ։ Ոչ։ Դա ուղղակի բան է, արդարացում է ինչ որ, շատ անհաջող արդարացում է իրականում, որովհետեւ չի կարելի, ես չեմ ուզում քաղաքական աստար տալ շատ, բայց չի կարելի այդ չափ հիմարի տեղ դնել Չէ, չի կարելի հիմայի տեղ դնել ժողովրդին, որովհետեւ ժողովուրդը
իրականում հիմար չի։ Շատ լավ ամեն ինչն էլ տեսնում է, շատ լավ ամեն ինչն էլ հասկանում։ Բայց ես անձամբ մտածել եմ շատ այս մասին եւ ես տեսել եմ անհաջող փորձեր ժողովրդին հիմարացնելու։ Ուղղակի եւ ստացան պատասխանը եւ ես կարծում եմ, որ դեռ կստանան։ Ժողովրդի կողմից միանշանակ։ Մի ուրիշ հարց տամ էլի Տիկին Գալիա, նայեք, սկզբից հրաժարվում էին պարլամենտ գնալու եւ հայտարարության ուրիշ լոգիկա էր ու ընդհանուր էր այդ ամեն ինչը։ Հիմա կա արդեն հայտարարություն, որ գնալու են խորհրդարան, ինչ սպասենք նոր խորհրդարանից, այսինքն նոր խորհրդարանը հին խորհրդարանի նման լինելու է թե չէ, իրենք ինչ են փորձելու անել, իշխանությունը ինչ է փորձելու անի նոր խորհրդարանում։ Ես տեսել եմ ինչ արել հին խորհրդարանում ընդդիմությունը, ես իրոք սկզբից զարմացել եմ։ Դատախազությունում բաց էի թողել մի մեծ ժամանակահատված ու չէի հետևել քաղաքական գործընթացներին, չգիտեի թե ազգային ժողովում ինչ է կատարվում ու առաջին կառավարության ԱԺ հարց ու պատասխանին գնում եմ, նստած եմ, իմ գործընկերներն են, մենք կառավարության անդամները նստած ենք ու տեսնում եմ, որ դահլիճը լիքն է, այդ թվում ներկայ ընդդիմությունը, դե սպասում եմ, որ հարցեր պետքա տան եւ գրանցվում են պատգամավորները, մեկ էլ տեսա, որ գրանցվեցին ու գնացին։ Սենց պտտվել եմ ու անկեղծ հարցրել եմ, ասում եմ, բայց ես ուր են գնում։ Ասում են ոնց, սենց զարմանում են էլի, որ ես այդ հարցը տալիս եմ։ Ասում եմ, «Всё, բան արեցին, աշխատավարձ ստացան, գնում են»։ Ու ինձ բավականին ժամանակ պահանջվեց իրական, որ հասկանամ, թե ինչ է կատարվում, ու ես ապշել էի, ոնց կարա մարդ ստանա ժողովրդի քվեն, գա ազգային ժողով, գրանցվի ու գնա։ Ու ես դրանից հետո բազմաթիվ անգամներ եղել եմ ազգային ժողովում, զեկուցել եմ տարբեր բովանդակությամբ հարցեր, շատ քիչ հատուկենտ պատգամավորներ են եղել ընդդիմությունից, որոնք ներկա են եղել այդ քննարկումներին կամ ներկա են եղել լիագումար նիստին։ Իրական շատ քիչ։ Ու դա ինձ միշտ զարմացրել է, ու միշտ ասեմ, բայց իսկ ինչ օրակարգ ունեն իրանք, տենց միամիտ հարցեր էի տալիս։ Հետո հասկացա, որ ոչ մի օրակարգ չունեն։ Այդ բարոյական մասով աճ կա նոր ընդդիմություն։ Ես չեմ կարող գնահատել, որովհետև չեմ ճանաչում իրենց, բայց օրինակ Հայաստան դաշինքը անցել է, Հայաստան դաշինքը իհարկե ավելի շատ էր հարց ու պատասխաններին գալիս, նրանցից որոշները քան պատիվ ունեմ, ակտիվ է։ Երբեք չեմ տեսել իմ պաշտոնավարման օրոք, օրինակ չեմ տեսել, որ պատիվ ունեմից հարց տան, օրինակ կառավարության անդամներին։ Ես չեմ տեսել։ Շատ քիչ մի քանի դեպք եմ տեսել, երևի որ Հայաստան դաշինքը հարցեր տա։ Հիմա չգիտեմ, ուժեղ Հայաստանը գուցե դասեր քաղի եւ գա ազգային ժողով ինչ որ օրակարգ ոչ թե օրինակ հեռացնել կամ ոչ միայն դե պարզ անդիմության անելիք ինչ մտինի, ոչ միայն օրինակ հեռացնել իշխանությունից, այլ ինչ որ մի լավ բան անել ժողովրդի համար, որովհետև իրենք պատգամավոր են։ Իրանք իրավունք ունեն օրենսդրական նախաձեռնությունների։ Իրանք կարող են ինչ որ մի բան փոխել։ Չէ՞։ Նախաձեռնություններ ունենալ, նախաձեռնություններն գուցե այդ նախաձեռնությունները ոչ դեպքերում լինեն ողջամիտ եւ արժեքավոր, չգիտեմ, այսինքն ես չեմ պատկերացնում եւ չեմ ուզում առաջ ընկնել, չեմ ուզում առաջ ընկնել վատաբանել կամ հակառակը, ասել չէ, կլինի ավելի լավ կամ ավելի վատ, մենք կտեսնենք ինչ կլինի։ Պատրաստիկ։ Բայց ես հույս ունեմ, միշտ հույս եմ ունեցել, որ քննադատությունը չպետք է լինի ուղղակի քննադատություն։ Նախ ինքը պետք է լինի շատ պատճառաբանված, երկրորդն էլ քո խնդիրները մատնացույց անող։ Դե չփնովել էլի, գալ ինչ որ արժեքավոր մի բան ասել, որը օրինակ ասել, ցեղից քանի։ Հա, թեկուզ ասեմ, չգիտեմ, դու վատ նախարար ես, որովհետև դու կարող ես անել կամ պետք է անեիր սա եւ սա չես արել։
կամ ինչու չեք մտածում սա անելու մասին։ Ժողովուրդ վատ կառավարություն է, որովհետև ունի լծակ փոխելու սա դեպի լավը եւ չի փոխում, բայց դա պետք է լինի կոնկրետ ու որոշակի։ Եվ ոչ թե ուղղակի ինչ որ տենց առերևույթ նախադասությունների տեսքով ասվող տեքստեր։ Քաղաքական process-ները նույնիսկ ՍԴ-ի որոշումից հետո չդադարեցին։ Կարելի ասել չեն դադարել, ճիշտ է հանգստացել է, բայց չեն դադարել։ Տիկին Գայլյան, այս պահին հետաքննչական գործողություններ են տեղի ունենում Գագիկ Ծառուկյանի հետ կապված։ Իրենք համարում են սա քաղաքական հետապնդում։ Դուք ինչ եք համարում։ Ես որակումներ չեմ տալիս իրավապահ մարմինների գործունեությանը առհասարակ եւ միշտ ոչ թե խուսափում եմ պատասխանելուց, այլ միշտ ասում եմ ես չեմ կարող այդ հարցերին պատասխանել, որովհետեւ պատասխանները չգիտեմ եւ չպետք է իմանամ ինչ քրեական գործ է, ինչի համար է մարդը մեղադրվում։ Հա, հրապարակումները տեսնում ենք, գիտեմ այնքանը, ինչքան որ գիտեն բոլորը, բայց թե ինչ են անում, ինչ մեխանիզմով, ինչ ապացույցներ ունեն, ինչի հիման վրա են գործողություններ իրականացնում, ես ոչ մի մեկնաբանություն տալ չեմ կարող։ Ու մի հետաքրքիր բան կա, քանի որ անկեղծ զրույց է, ինձ մոտ մեկ-մեկ տպավորություն է, որ լրագրողները, որ ինձ մոտենում են հարց են տալիս, ոնց որ հարցը տան ինձ որպես օրինակ իրավապահ մարմինների փաստաբան։ Բայց ես իրավապահ մարմինների փաստաբանի չեմ։ Ես քաղաքականություն մշակող նախարար եմ։ Ես ոչ իրենց պետք է արդարացնեմ, ոչ պետք է խրախուսեմ, ոչ պետք է ասեմ լավ են արել կամ լավ են անում, ոչ էլ պետք է ասեմ այս մի բանը սխալ են անում։ Ես չեմ կարող դա ասել։ Դա իրենց գործն է։ Իրավապահ համակարգը մեր երկրում անկախ է, եւ ես ուզում եմ մտածել, որ մենք ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ իրավապահ մարմինները պետք է լինեն շատ պրոֆեսիոնալ, շատ գրագետ եւ անկախ։ Ու ես այս կանխավարկածով եմ ապրում։ Տիկին Գայլյան, ես ձեզ համաձայն եմ, բայց ոնց որ հասարակ քաղաքացին, երբ որ տեսնում եմ օրինակ քաղաքական գործընթացները ամբողջությամբ նկատի ունեմ, էլի հետո ՍՏ-ի որոշումը, որ ամենազգայունը հենց Բարգավաճ Հայաստանի լոգիկայի մեջ է, որոշվում է ինքը մտնում է պարլամենտ, չի մտնում։ Դրանից առաջ դիտում են քաղաքական հայտարարություններ եւ վարչապետի կողմից եւ իհարկե Ծառուկյանի կողմից, ու մեկ էլ անմիջապես ընտրությունների ավարտից հետո ու անմիջապես կարելի ասել ՍԴ-ի որոշումից հետո սկսվում է մի ամբողջական process, որը հարության ընկալման մեջ այնա, որ ոնց որ գործող իշխանությունն ասում է պետքա ես դուք ինձ ստիպում եք ես էլի փաստաբանություն անեմ, բայց եկեք փաստերին նայենք, ես էլ եմ միշտ ասում։ Ես ուզում եմ դուք փաստերի ասում եմ բոլոր լրագրողներին եւ այն մարդկանց, ում հետաքրքիր է իմ կարծիքը։ Ասում եմ դուք նայում եք հայտարարությունը, քաղաքական ենթադրենք հայտարարություն, վարչապետը ինչ որ մի բան ասաց, չգիտեմ, Սամվել Կարապետյանի հետ կապված կամ Բողոսի, Պետրոսի եւ այլն։ Հետո տեսնում եք, որ այդ հայտարարությունից շատ կարճ չանցած ինչ որ մի գործողություն է տեղի ունենում։ Բայց եթե դուք process-ին տիրապետեք կամ մի քիչ մասնագիտական գիտելիք ունենաք այդ հարցերի հետ կապված, դուք կհասկանաք, որ հայտարարությունից հետո այդ կարճ ժամանակահատվածը հերիք չէր լինի, որ այդ գործողությունը իրականացվեր։ Այսինքն ենթադրվում է, որ այս հայտարարությունից առաջ կա հսկայական աշխատանք կատարված։ Եկեք կանխավարկածներով խոսենք։ Ամեն դեպքում կանխավարկածն այդպիսինն է։ Ես չգիտեմ կոնկրետ գործերով ինչ ծավալի, ինչ աշխատանք կա կատարված, բայց որպես մասնագետ եմ սա ասում։ Որպես ոլորտի պատասխանատու եք կարող ասում։ Այս հատվածից այդ աշխատանքը կատարվում է, հետո լինում է հայտարարություն, որը համընկնում է ինչ որ կոնկրետ գործողության հետ, կամ այդ հայտարարության նախորդում է ինչ որ գործողություն կամ հաջորդում է եւ այլն, եւ բոլորը այդ գործողությունները, օրինակ, մեղադրանքի առաջադրումը կապում են հայտարարության հետ։ Մեղադրանք առաջադրելու համար փաստեր, ապացույցներ հավաքելու համար, օրինակ, 1 օրը կամ մի քանի ժամը կամ մի քանի օրը
Դե բավարար չէ։ Բարձր, տիկին Բարձր չէ։ Եվ հետևաբար, որ ասում են հենց հայտարարություն է լինում, գնում են այդ ինչ մարդու հետևից իրավապահները։ Ես հակված չեմ այդպես մտածել։ Իրականում հակառակ process-ն է։ Ծառուկյան ապօրինի գույքի վերադարձման գործընթացով անցնում էր, չէ՞։ Ձեր Արարատ ցեմենտի հետ կապված գործընթացը հետաքրքիր դրանով էր անցնում, թե ինքը լրիվ առանձին process-ով ազգայնացման գործընթացը։ Արարատ ցեմենտի հետ կապված կա, եթե չեմ սխալվում, վարույթ էլի ապօրինի ծագումից գույքի բռնականացման մասին օրենքի հիման վրա հարուցված, բայց մանրամասնային չեմ տիրապետում։ Ինձ հետաքրքիր մինչև այդ անցնող process-ի մեջ կար, թե ինքը նոր process է։ Ուզում ասեմ ձեր շրջանում, որ դուք զբաղվում եք։ Ես էթիկայի տեսանկյունից էլ չեմ կարող ինձ թույլ տալ մանրամասներ բացահայտել, այնպես որ չեմ պատասխանի։ Իսկ մի հատ էլ դետալային հարց տամ, էլի, Տիկին Գալյան, որպես արդարադատության նախարար, չգիտեմ էլի ինչքանով վերաբերվում։ Ինչու ասեցի, որ կա վարույթ, այս մասն էլ ասեմ, որ էթիկայի հետ կապված հարցեր չառաջան, որովհետև արդեն դատարանում կա վարույթ։ Ինքը արամատ չէ տեղեկատվություն։ Բայց ձեր հարցի պատասխան կարող եք բխեցնել։ Այս պատասխանից, որովհետև եթե հիմա դատարանում կա գործ, դա նշանակում է, որ ժամանակին եղել է վարույթ, չէ, համապատասխան, որովհետև էլի նույն բանն եմ անդադ վերադառնում, որ դա process է, դա երկար է։ Ես բանն եմ ուզում հասկանալ, թե ապօրինի գույքի վերադարձման process-ով հասել էին այդտեղ, այսինքն միջև այդ արդեն գործընթաց եղել էր, սա ոնց որ դրա բազան դատարան մոտ անելուց առաջ 3 տարի առաջ պատկերացրեք, հիմնականում այդպեսին են ժամկետները, պետքա ուսումնասիրություն սկսված լինի ու ժամանակագրությամբ գնացեք հետ։ Բոլոր գործերին է դա առնչվում։ Դե այս գործի մեջ նաև կա այդ ազգայնացում բառը, դրա համար է էլի բանանում։ Ազգայնացումը ինքը որպես հայտարարություն է, դրա իրավական ձևակերպումն է էականը եւ կարևորը։ Այսինքն քաղաքացիների համար շատ հասկանալի է, երբ ասվում է ազգայնացում, դրան կարող ենք դնել բռնագանձում, դրան կարող ենք դնել, չգիտեմ, գերակա շահի ճանաչմամբ օտարում, դրան կարող ենք դնել, չէ, բռնագանձումը հիմնական անունն է, էլի դրա, բայց կարող ենք դնել ազգայնացումն էլ այնքի իրավական։ Բայց ամենավորոշակին, որ հանրության է, ընկալելի հանրության համար այդ բառն է, որը էլի իրավական ինստիտուտ է, բայց մեխանիզմները դրա շատ տարբեր կարող են լինել։ Կարող որպես հանցագործության, չգիտեմ, առարկա քրեական գործով դա բռնականձվել։ Մի բան արձանագրել էր, որ խախտում կա այն ինչ որ արել էին Ծառուկյանի հետ կոպտության, չգիտեմ, այս process-ում նախարարությունը ինչ որ բան ունի անելու MIP-ի հետ աշխատելու, չաշխատելու, թե ոչ։ Չէ, բացարձակ, ինձ մի օր մեկը մոտեցավ, ասաց, ինչ եք կարծում։ Ասացի, ես ով եմ, որ գնահատեմ։ Հարցերն էր, որ համաչափեր ճիշտ էր։ Հա, համաչափ, ոչ համաչափ են ուշքի իրար։ Հա, չենք կարող մենք գնահատել համաչափ է, համաչափ չէ, իրավաչափ է, իրավաչափ չէ։ Կան մարմիններ։ MIP-ով կարող է արձագանքել։ Ես ծանոթ չեմ այդ արձագանքին, բայց արձագանքել է փաստորեն։ Դատարանն է որոշում համաչափ է, համաչափ չէ, իրավաչափ է, իրավաչափ չէ։ Այսինքն մեր երկրում գործում են ինստիտուտներ, բայց օրինակ լրատվական դաշտը շատ հաճախ պատկերացում չունենալով այդ բաժանումների մասին մեզ ուղղում է հարցեր, որոնց մենք ի պաշտոնե չենք կարող պատասխանել։ Ու որ դու ասում ես, ես ձեր հարցին չեմ կարող պատասխանել։ Այդ պահին պատկերացնում ես, որ մեկնաբանությունների դաշտում, բա դու ինչ գիտես այդ տգետ, բա դու ինչի համար ես այդտեղ, բա քեզնից ինչ նախարար եւ այլն։ Բայց միևնույնն է, քանի որ ունես մասնագիտական էթիկա եւ ասում ես դե ոչինչ, մեր ժողովուրդն է մի քիչ էլ թող քեզ տգետ ասի, պատասխանում ես այն, ինչ որ պատասխանում ես։ Ինչ որ պարտավոր ես։ Մեր վերջին հարցը, Տիկին Գալյան, մենք շուտով կունենանք նոր կառավարություն։ Կառանձնացրեք top 3 կամ top 5 ուղղությունները, որտեղ դուք պատրաստվում եք ռեֆորմ անել եւ փոփոխություններ, կամ շարունակեք կամ նոր փոփոխություններ բերեք։ Անշուշտ, թվայնացում, որպես մեր քաղաքականության գերակա ուղղություն, մենք պետք է շարունակենք մեր աշխատանքները թվայնացման շուրջ,
նախորդ տարվա ընթացքում ահռելի աշխատանք ենք իրականացրել նախ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների համատեքստում, հիմա ԶԱԳՍ-ը, ՔԿԳ մարմինները, ռեգիստրը, իրավաբանական անձանց գրանցման ամբողջությամբ կարելի ասել թվային են, այսինքն մարդը կարող է էլեկտրոնային եղանակով նույնականացվել, գրանցել երեխայի ծնունդը, գրանցել ամուսնությունը, գրանցել իրավաբանական անձը, ՍՊԸ-ն, բացել ՍՊԸ, անել գործողություններ դրա հետ եւ այլն։ Կառավարության նիստերից մեկը մեծ բազայի մասին էլ էիք ասում։ Դա էլ է ընթացքի մեջ։ Որ բազայի մասն է խոսքը, նկատի ունեք, որ բոլոր գործընթացները ինչ որ մի հատ հարթակ լիներ։ Հարթակ AM-ի միջոցով է որոշ բաներ արվում, ես երևի խոսել եմ ծանուցումների մասին, հա։ Ծանուցումների հետ կապված հարթակը կա արդեն, ֆիզանցինք էլ կարող են միմյանց ինչ որ ծանուցումներ ուղարկել այդ հարթակի միջոցով։ Հիմա աշխատում ենք, որ դատարանները կապ ունենան այդ հարթակի հետ, փոխգործելիությունը ապահովենք։ Դատավարություններն ենք թվայնացրել, մնացել է միայն քրեական դատավարությունը։ Հիմա մեր երկրում գործում է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը, սնանկությունը վերջերս գործարկեցինք, երկար տարիներ չէր գործարկվում, եւ քաղաքացիականը իհարկե վերջինը բարելավման շատ մեծ տեղ ունի։ Հիմա աշխատում ենք էլեկտրոնային նոտարական գործի շուրջ, որ մեր քաղաքացիները կարողանան առանց նոտարներին այցելել ու գործարքներ իրականացնել, վաճառել օրինակ իրենց անշարժ գույքը կամ ցանկացած բան, որ ուզում են նոտարական վավերացմամբ վաճառել, գործարքներ իրականացնել, որոնք ենթադրում են նոտարի կողմից վավերացում եւ այլն։ Մեծ ծրագրի շուրջ ենք աշխատում, որը կոչվում է Unicode, դա պետք է լինի դատարանների աշխատանքի համակարգման կենտրոնական օղակը, որը պետք է կապված լինի բոլոր համակարգերի հետ, հիմնականում վերաբերում է գործերի բաշխմանը, մակագրմանը եւ վիճակագրության վարմանը, ազգային արխիվի հետ կապված պլաններ ունենք իրագործելու եւ սրանից զատ մեր հիմնական ուղղությունները շարունակում են մնալ որպես գերակա դատա իրավական բարեփոխումներ, սահմանադրությունը, պարտադիր քրեակատարական ոլորտում անելիքները դեռևս պետք է շարունակենք շատ անելիքներ կան պրոբացիայի ոլորտում, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պետք է կերպափոխենք, արդեն ռազմավարության շուրջ ենք մտածում, մտքեր ունենք որոշ մանր գործառույթներ պատվիրակել նաև մասնավորին, մի խոսքով ամբողջ ծավալով պետք է լծվենք աշխատանքի, լծված ենք կարելի ասել։ Նոր կառավարությունում ձեզ հաջողություններ են մաղթում, Տինգալյան, եւ հաղորդումը փակում ենք 10 բլից հարցով, որ բնավորության գիծն է ձեզ ամենաշատը խանգարում։ Եվ օգնում եւ խանգարում համառությունը։ Ինչ կարծրատիպ եք կոտրել որպես կին ղեկավար։ Դուք ես sense հարցեր չեք սիրում, բայց որ կարելի է լինել ուղղակի օրինակ։ Ավելի դժվար է օրենք գրելը, թե այն կիրառելը։ Կիրառելը։ Որովհետեւ կիրառելու համար կամք է պետք այդ օրենքը կիրառելու։ Իսկ երբեմն մենք տեսնում ենք կամքի բացակայություն։ Որ ոլորտում եք ամենաշատ դիմադրությունը տեսել կամ հանդիպել։ Ապօրինցակում ունեցող գույքի բնականցման վրա։ Քննադատությունը օգնում է ձեզ թե խանգարում է Տինգալյան։ Առողջ քննադատությունը միշտ օգնում է։ Աշխատանքը օգնում է թե խանգարում անձնական կյանքին։ Այս հարցին ես պետք է չպատասխանեմ, խանգարում է, բայց կարևորը ճիշտ բալանս գտնելն է։ Հավատում եք, որ հնարավոր է ամբողջությամբ հաղթահարել կոռուպցիան։ Ամբողջությամբ ոչ, որովհետև կոռուպցիան եղել է, կա, լինելու է, բայց կարևոր է դրա ծավալների եւ համակարգային լինելու դեմ լուրջ պայքար մղելը։ Մարդկային էության ինչ որ մի մաս է, ոնց որ ասեք հավատում եք, որ չգիտեմ, սպանություններ այլևս երբեք չեն լինի, հավատում եք, որ երբեք գողություններ չեն լինի։ Չէ։ Պետք է ոքի գիրքը որ կարդաք, դա կարող կամ մահացու մեղքերը որ նայում ես, այդ 7 մեղքերը, դրանց մասին է մեր կյանքը իրականում, ու այդ երևույթները լինելու են, ուզենք թե չուզենք։ Ուղղակի լավ գերակշռի փորձենք այդպես անել։ Ապա երբևէ փոխել եք որոշումը հանրային ճնշման պատճառով։ Երբևէ փոխել ենք որոշումը հանրային ճնշման պատճառով։
մի դեպք հիշեցի վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու հետ կապված հանրային չէր ճնշում այնքան, որքան բիզնես ոլորտի ներկայացուցիչները խնդիրներ բարձրաձայնեցին եւ ոչ թե փոխեցինք որոշումը, այլ արկախեցինք այդ փոփոխությունը կատարելու գործընթացը, որ ունենանք նոր քննարկումներ, բայց այլ ավելի մեծ կամ այլ բան չեմ հիշի, որ եւ որպես կանոնի ուրախություն ինձ պետք է նշեմ, որ չեմ զգացել, որ ինչ որ հարցի հետ կապված հանրային կոնկրետ մեր ոլորտին եւ մեր լիազորություններին վերաբերող հարցի հետ կապված հանրային ճնշումը շատ մեծ լինի։ Ինչն է ավելի դժվար, համակարգ փոխելը, թե մարդկանց մտածելակերպը փոխելը։ Ինձ թվում է այդ երկուսը իրար հետ խիստ փոխկապակցված են, որովհետեւ համակարգը այն խոսքը չէ, как ни крути, ինչքան էլ պատտես մեկը մարդիկ են, շատ կարևոր է մարդկանց mindset-ը, մտածողությունը փոխելը ու իրենցով համակարգը կայացնելը, որովհետև այդ դեպքում հնարավոր միայն սերնդափոխության դեպքում ապահովել համակարգի անխափան գործունեությունը։ Բայց նաև ես զգացել եմ, որ ինչքան էլ ուզում ես ինստիտուցիոնալ առումով համակարգը կայացրու, միևնույնն է, եթե քեզանից հետո գա մարդ, որը չի կիսում քեզ այդ գաղափարներն ու արժեքները եւ նաեւ կարողություններով նույնը չի, այդ համակարգը շատ դժվար է լինելու պահելը։ Մեկը ինչ որ մի օր, 2-3 տարի հետո ինքը քանդվելու։ Եվ վերջում մեկ նախադասություն առանց ֆիլտրի ուղերձ ժողովրդին Տիկին Գալյան։ Ինչ կասեիք։ Չգիտեմ, սիրո խոստովանության մասին մտածեցի, իրականում ես ուզում եմ, որ մենք բոլորս իրար շատ սիրենք։ Ինձ թվում է սերը շատ պակասում է։ Բոլորը բոլորին ինչ որ, չգիտեմ, այդ քննադատությունը, որը կա, բայց առողջ չի, որը վերածվում է ատելության խոսքի, ինձ հեչ դուր չի գալիս։ Ինձ թվում է ոչ մեկին դա դուր չի գալիս։ Դրա համար ես կառաջարկեմ ուղղակի լինենք բարի ու իրար շատ սիրենք։ Սիրով եղել է։ Շնորհակալություն Տիկին Գալյան։ Ես ուրիշ։ Այսօր մեր հյուրն էր Արտադրության նախարար Սրփուհի Գալյանը։